Պայ, պայ։ Բալիս, ներքևն է, շատ է հեռու, ինչքան, սենց եմ, չէ եթում, ճանապարհով գնացեք երազները կլսեք, չէ, հետո ձախա, հա, ճանապարհով գնացեք, այնտեղ արդեն դիվան եք եղել, բալիս ես, ողջին ժողովուրդ, ողջին, քանի մետր է թռը, հա, ջիպ բաներ, չէ, կոմպաս, Ես չորորդն է, չէ, հունիսի 7-ն է Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսյանի թե Գորիսի փրկարարները, որ? Գորիսի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները մահացածների մարմիններն արդեն մոտեցրել են նշված ավտոմեքենային, փրկարար ծառայության ավտոմեքենային, որպեսզի այն տեղափոխեն դիատարի մոտ։ Փրկարարները մահացածների մարմինները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս եւ մեծ դժվարությամբ են մոտեցրել։ Մոտ 250-ից 300 մետր է ճանապարհի Երևելի գոտուց դեպի անտառ հայտնվել ավտոմեքենան, ջիպը, դեպքի վայր են ժամանել նաև ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի բարեկները, գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի եւ Վաշտի հրամանատարը, չէ, առաջին Վաշտն էր, եւ երկրորդ Վաշտի հրամանատարի, ոնց էր անունը ազգանը, Նարեկ Խաչատրյան, հրամանատարի Նարեկ Խաչատրյանի գլխավորությամբ պարեկները, փրկարարները եւ քաղաքացիները իրար հետ են մահացածների մարմինները մոտեցրել։ Մեքենան ընդեղ է, չէ՞ տղերք։ Մեքենան ընդեղ։ Մոտորապես մի 200-250 մետր պետք է գնաս։ Որ մասնա, որ։ Եթե տենց կածանը տանում է։ 200-200 չեք կարալու, էլի տեղ այս էնց։ Գնա։ Այս պահին արդեն Գորիսի փրկարարները դիերը տեղափոխեցին, քանի որ դիատարները չէին կարող մոտենալ, ճանապարհը անանցանելի էր, բայց մեծ դժվարությամբ են փրկարարները, պարեկները, քաղաքացիները
մահացածների մարմինները մոտեցրել։ Դեպքի փաստով արդեն Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի եւ մահացածների ինքնությունը։ Ամբողջը անտառ է։ Այն սարի բանում է, չէ՞։ Այս սաղ իրա խպած։ Հա, հեսա։ Անելա։ Մեքենան է, այս արի։ Սաղ էս փորացը սաղը, ուտելով իջելա միջև ստե։ Ստենա։ Հետա մեքենա։ Օ, Ինչև էս հաստարի։ ստենա։ Այն սաղ իրա բախումի տեղերն է։ Հա։ Գլորվելով եկել է։ Դիակները հիմնականը վերևում են։ Ստե չկա, սա վերևի։ 4-ն էլ դրսում Հա, հայտնաբերել ու վերևի։ մարմինները։ Ստենա։ Սաղ իրա բախումի տեղերն է։ Այդ կողմից կարամ իջնեմ նարեկ։ Դժվարության, բայց սա մասուրի։ Հա, փեշերը սա։ Ետասարդներ են, չէ՞ սա։ Հա։ Չնայած ինչ տարբերություն ետասարդ թե տարիքով։ Այս ծառն էլ է, չէ՞ ինքը արմատից բոգի։ Ամեն ինչ բան չի, մի երկու սա բաննակը որ հասկացել են կողմի կաղել։ Իսկ ստե սա Հեսա թե սաղ այրան հետքեր է։ Հեսա տերևների վրա այրան հետքեր է։ Ստենա։ Սաղ խեղճերը։ Ստեն աչատվածից։ Հա, չէ, ես ասենց Ստենա։ Այս ծառը չել էր վաբշե կգլորվեր նարեկ։ Հա, ասма բանա փդած տարա, կաղա հանելուց էլ կոտոջի պետքա։ Չէ, բայց այս ծառն է պայել էլի։ Հանելուց պետքա ուշադիր լինել։ Հա։ Հունիսի 7-ն է, Սյունիքի մարզ։
Գորիս Կապան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում ջիպ կոմպաս, չէ՞։ Հա, ջիպ կոմպաս։ Ջիպ կոմպաս մագնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց մոտ 250-ից 300 մետր ծառերի մեջ, անտառի մեջ գլորվելով գլխի վայր հայտնվել է ահա այս վիճակում։ Վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել են, մահացածների մարմինները օպերատիվորեն ժամանած ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի երկրորդ վաշտի պարեկները գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Նարեկ Մանուչարյանի եւ վաշտի հրամանատար Նարեկ Խաչատրյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ փրկարար ծառայության Գորիսի հրշեջ փրկարարները փրկարարական ջոկատի հրամանատարի գլխավորությամբ թեպետ ինձ ասին դեպքի վայրում փրկարարների աշխատանքները ղեկավարել է Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանը եւ քաղաքացիները բավականին մեծ դժվարությամբ կարողացել են մահացածների մարմինները մոտեցնել փրկարար ծառայության ՈՒԱԶԻԿ-ին, քանի որ դիատարները չեն կարող մոտենային այստեղ, ճանապարհն ամբողջությամբ անանցանելի էր եւ մահացածների մարմինները տեղափոխել են Գորիսի դիահերձարան։ Վթարի հետևանքով մեկ հոգի, ում նույնպես փրկարարները, պարեկներն ու քաղաքացիներն են ձորից դուրս բերել, այդպես էին նշում քաղաքացիները, տեղում Գորիսի շտաբ օգնության բժիշկների կողմից անհրաժեշտ բուժօգնություն է ստացել եւ տեղափոխվել Գորիս բժշկական կենտրոն։ Նրա վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, դեպքի փաստով արդեն Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ քննիչի որոշմամբ ավտոմեքենան թե ոնց են դուրս բերելու դեռ հայտնի չէ, բավականին դժվար ու անցանելի է, պետք է դուրս բերվի եւ տեղափոխվի ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Քննիչների աշխատանքը տեղում ղեկավարել է մարզային քննչական վարչության պետն ու Գորիսի քննչական բաժնի պետը եւ օրվա հերթապահ քննիչը, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը։ Այս պահին քննչական բաժինը Գորիսի բարձում, տեսեք, սա ծառերն են, որոնք որ արմատից պոկվել ու շպրտվել են։ Քննչական բաժնում բարձում են ավտոմեքենայի սեփականատիրոջ վարորդի մահացածների եւ վիրավորի ինքնությունը։ Ավտոմեքենան տեսնում եք 04 YH 011 է։ Մեծ դժվարությամբ են փրկարարներն ու պարեկները աշխատել։ Ավելի մոտիկից կտեսնեք։ Իմ տեղեկություններով նաև վթարի մասին օպերատիվ տեղեկություններ են ստացել Սյունիքի պարեկները, Սյունիքի մարզի գումարտակի պարեկներ, դրոնով են, չէ՞ գթե։ Հա, դրոնով գտել են։ Եվ դրոնի միջոցով կարողացել են հայտնաբերել ավտոմեքենան եւ վիրավորներին։ Իմ տեղեկություններով նաև ավտոմեքենան հաշվառված է Սյունիքի մարզի բնակչի անունով, բոլորը Սյունիքի մարզի բնակիչներ են, տեսեք նշված ծառն է եղել,
որ պայել է, մեքենան շատ չի գլորվել։ Քննիչներն էլ մեծ դժվարությամբ են աշխատել, որովհետև տեղանքը բավականին անանցանելի է եղել։ Պատկերացնում եմ ինչ դժվարությամբ են չափ ու ձևն արել։ Հենց այս ծառն է եղել, որ պայել է, շատ չի գահավիժի ավտոմեքենան։ Անվտանգության բարձիկները սաղ բացվել է։ Փուշ այս ծառերի վրա։ Նայ որտեղից են վերևից ամենաբարձր տեղից գահավիժել է էլի։
Ցող ծառը։ Անվա հեծաներն էլ ա կոտրվել։ Լավա դրոն են օգտագործել։ Դրոնով գտել եք էլի։ Չես ծառերի մեջ դժվար կլինի։ Խորան տառա։ Գիտել անտառա, եթե չնկատի Այս սաղ իր հետքերն է, որ գլորվելով ստեղից դիատարը քանի մետր կլի որ տարակ տենց տանժոլը փրկարը մի 300 մետր բրտոմ մի քանի տեղեր էլ անանցանելի էր էլի հեսա տաթևի եկեղեցի չհասածա որ ողբերգական ավտովթարը տեղի ունեցավ մի ամբողջ ընտանիք Նարեկ ջան շատ է մի 250-300 մետր գահավիժել է այս տեղից է Այ աստված ջան ինքը դե վերև է բարձրանալու ցեղը դեպի կապան վերջի բանի դեպի կապանը գնալ Ողջույն Սենց ինքը եկե բարձացել է հետո մի հատ ցախ շրջադարձ ու գնացել է ու ցախի Տաթևի վերջին բոլորան, հա դեպի կապան գնացել վերջի բոլորանն
Նա այն բոլորանում բարձացել է ու